Այսօրվանից սկսած հաջորդ 3 օրվա ընթացքում բոլոր նշանների համար կնայեմ, թե ինչ է սպասվում մեզ մեր ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, այսինքն հունիսի երկրորդ կեսին, մինչև հունիսի վերջ։ Ֆինանսների մասին։ Տեսնենք ինչ փոփոխություններ կլինեն մեր ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Առաջինը կնայենք խոհերին։ Տեսնենք ինչ կլինեն մեր ֆինանսներում։ Էլի կընտրեմ երկու տարբերակ, որպեսզի ավելի շատ մարդկանց ավելի տարբեր ինֆորմացիա հաղորդվի։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Ես առաջարկում եմ չընտրեք տարբերակ, հարգելիներս, պարզապես ում ինչ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ինչ կսպասի խոհերին իրենց ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև հունիսի վերջ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ արև։ Դե արևը շատ լավ կարտ է, շատ մեծ հաջողության արդյունքների կարտ է, կարող եմ ասել, եթե ինչ-որ նպատակ ունեք ֆինանսների հետ, չգիտեմ ինչ եք մտածում, սա նաև խելացի մտածող մարդու կարտն է, նաև տեսնում է մարդը, որը կարող է ձեզ օգտակար լինել, այսինքն մասնագետ։ Ինչի համար են ձեզ գումարներ պետք, ինչ նպատակ ունեք, ով է մասնագետը, չգիտեմ, մասնագետը կարող է բանկի աշխատող լինել, եթե ձեր անձնական ֆինանսներն են, չգիտեմ, դուք գործ ունեք, բիզնես ունեք, ֆինանսիստ է, հաշվապահ է, շատ լավ եմ տեսնում ձեր ֆինանսներում, բայց լրացուցիչ կարտեր հանենք, տեսնենք, լրացուցիչ կարտեր հասնենք, տեսնենք, այսինքն ինչ-որ որոշումներ եք կայացնում, եթե կան այդպիսի խոհեր, որոնք ինչ-որ որոշումներ են կայացրել, նպատակներ ունեն կոնկրետ ֆինանսների հետ, ինչ նկատի ունեմ, այսինքն տեսեք, մարդիկ գնում են աշխատանքի, չէ, եւ ստանում են իրենց աշխատավարձը, դա նպատակ չէ, դուք աշխատում եք, վարձատրվում եք եւ գումարը ծախսում եք ձեր, այսպես ասեմ, անհրաժեշտությունների, ձեր կարիքների համար, բայց երբ որ հատուկ նպատակ ունեք, տուն գնելու, վարկ եք վերցնում, կամ չգիտեմ, գումար եք ներդնում, որպեսզի ինչ-որ գործարք կնքեք, գործ սկսեք, դրա մասին է խոսքը։ Թե չաշխատում եք, աշխատավարձ եք ստանում, դա նորմալ է։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, նորից կրկնեմ, ինչ էի ասում, որ եթե ինչ-որ պլաններ ունեք, ինչ-որ մասնագետի հետ եք աշխատում, կամ սա պարզապես դուք եք, իմաստուն սա հասուն, խելացի իմաստուն մարդն է, որը գիտի ինչպես գործ դնել, ինչպես գումարները տնօրինել, ասենք, չգիտեմ, ներդրումներ եք ուզում անել, ինչ-որ արդյունքի եք սպասում, արևով կարող էի ասել, որ շատ հաջող էր, բայց այս կարտերով էլ եմ տեսնում, որ շատ հաջող է, չնայած որ ինչ-որ խոչընդոտ եղել է, ինչ-որ խորամանկ մարդ այսպես եղել է, միգուցե այդ պատճառով էլ դիմում եք մասնագետի, որովհետև կա ինչ-որ մեկը, որը այնքան էլ միգուցե ազնիվ չէ ձեզ հետ, բայց իրականում ֆինանսներ գալիս են։ Ես չգիտեմ, այս աղվեսը ինչի հետ էր կապված, ում որ սա վերաբերում է իրեն գլխի կընկնեն։ Ես չգիտեմ, ֆինանսները ձեզ պետք էր, որովհետև ինչ-որ խորամանկ, ինչ-որ խնդիր էր առաջացել ձեզ համար, կամ ինչ-որ առաջարկություն է արել ինչ-որ մեկը, կամ դուք ունեք առաջարկություն, ինչ-որ, չգիտեմ, գաղափար ունեք, նոր միտք է այսպես բիզնեսի, գործարքի, եւ դրա համար ձեզ գումարներ էր պետք։ Կարո՞ղ ինչ-որ մեկը, որ խանգարում էր անկեղծ ասած եւ խոչընդոտում էր, կամ միգուցե ձգձգում էր գործը։ Ես տեսնում եմ, որ ֆինանսները գալիս են առաջի հերթին, իսկ երկրորդը տեսնում եմ արևով շատ լավ է լինելու։ Այսինքն ինչ էլ որ լիներ, առաջի տարբերակում, ինչ պլաններ էլ որ ունեք, հարգելիներս ֆինանսների հետ կապված, սա աշխատանքից եկող ֆինանսները չէ, ես աշխատանք չէի տեսնում, բայց ամեն դեպքում գործարք, ինչ բանկի հետ, ներդրումներ, ինչ էլ որ ունեք, ինչի համար էլ որ այսպես չգիտեմ, մտադրված քայլեր եք անում, ես շատ հաջող եմ տեսնում մինչև հունիսի վերջ։ Իսկ երկրորդը տեսնում եմ կին, նաև ղարիտուս եւ տեսնում եմ պենտակլի պաժը։ Այստեղ մեծ գումարների մասին չէ խոսքը։ Եթե կարող եմ ասել կինը այստեղ այսպես ղարիտզով կարող եմ ասել միգուցե ինչ որ մեկի համար պարտադիր չի իմիջիալոց որ կին լինի, անկարծ ինչ որ այսպես գումար է գումարի անհրաժեշտություն է առաջացել։ Դե միգուցե աշխատում եք, աշխատավարձ ստանում եք, բայց լրացուցիչ ծախսեր են առաջացել կամ առաջանում են,
եւ դուք այսպես լրացուցիչ գումարի կարիք ունեք։ Շատ մեծ գումարի մասին չի խոսքը իմիջելոց։ Ես այստեղ մեծ ծախսեր եւ կորուստներ չեմ տեսնում, պարզապես միգուցե ինչ որ մի բան չէիք պլանավորել։ Դա կարող է տան ինչ որ, չգիտեմ, տան հետ ինչ որ նորոգ վերանորոգում պետք է անել, չգիտեմ, լվացքի մեքենան, դե չեմ ասում այդպես կլինի, ես ուղղակի օրինակ եմ բերում, լվացքի մեքենան, որը նորոգելու կարիք կա կամ չգիտեմ, տան ինչ որ գործ կա անելու, լրացուցիչ ծախս է առաջանում եւ ձեզ մի քիչ է լրացուցիչ գումար է պետք։ Այդպես կարող եմ ասել։ Այո, կարող եմ ասել, տեսնում եք, սա ծախսի կարտն է, որ դες մի քիչ լրացուցիչ գումար է պետք, ես նորից ասում եմ, նորից կրկնեմ, որտեղ նույն բանը տեսա այնտեղ, վերահաստատում են ուղղակի կարտերը, այստեղ տեսնում եմ գեղեցկության կարտը, գիտեք, եթե ինչ որ մեկը, չգիտեմ, լրացուցիչ կարտից գեղեցկության համար է ծախսում, կանայք ինչերի են գնում, ինչեր են անում, չեմ կարող ասել, հանկարծ ինչ այդպես կինը ժամադրության է գնում եւ լրացուցիչ ծախս է, դա շատ մանր-մունր ծախս է, չգիտեմ։ Կարտերը այդ մասին կասեն թե չի, ուղղակի տեսնում այն էլ ասում եմ, ինչ որ հատուկ, յուրահատուկ, չգիտեմ, կանայք իրենց գեղեցկության համար հատուկ ծախսեր են նախատեսում կամ պարզապես հանդիպում եք մարդկանց հետ, ում հետ շփվում եք, խոսում եք, զրուցում եք, փորձում եք գտնել տարբերակ, օրինակ այս մի քիչ լրացուցիչ գումարը, որ ձեզ պակասում էր այս լրացուցիչ ծախսի համար, միգուցե երկրորդ աղբյուր եք փնտրում, բանալին ձեր ձեռքում է ամեն դեպքում կարտերը հուշում են, այո, ծախս կլինի, ես ծախս տեսնում եմ, շատ մեծ գումարների մասին չի խոսքը, բայց ամեն ասում եմ, որ դու կարող եք գտնել աղբյուրը, թե որտեղից գումար ձեռք բերեք, կամ միգուցե հանդիպեք մարդկանց հետ, փորձեք ինչ որ երկրորդ աշխատանք գտնել կամ աշխատանքի երկրորդ աղբյուր գտնել։ Տեսնենք լրացուցիչ ինչ կասեն կարտերը։ Մեծ ծախսեր, լուրջ խնդիրներ չեմ տեսնում, հարգելիներս, պարզապես ինչ որ լրացուցիչ ծախսեր, նորից եմ կրկնում, տանը կարող է ինչ որ, չգիտեմ, գործ կա, որ գործ պետք է անեք, լրացուցիչ մի քիչ գումարներ են պետք, ինչ որ մանր-մունր վերանորոգումներ, ես չգիտեմ, մեքենայի անիվն եք ուզում փոխել, լրացուցիչ գումարներ են պետք եւ փորձում եք գտնել աղբյուրը, կարտերը ցույց են տալիս, որ բանալին ձեր ձեռքում էր ամեն դեպքում։ Ես լուրջ մեծ ծախսեր չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ կլինի, կկարողանաք գտնել աղբյուրը։ Ես չգիտեմ, պարտքով կուզեք ինչ-որ մեկից, ինչ կանեք ես, որտեվ այստեղ ինչ-որ մեկը կարող է առաջարկություն անել, ով փնտրում է նա գտնում է։ Եթե դուք այսպես, չգիտեմ, հետաքրքրվեք, զրուցեք, փորձեր անեք, կարող եմ ասել, ձեզ ինչ-որ մեկը կառաջարկի, իսկ 3-ը պենտակլի նշանակում է առաջ խաղացում։ Այ ասում եմ, չէ, այսեղ բաժով ձեզ մի քիչ լրացուցիչ գումար էր պետք։ Այսինքն ինչ որ դուք վաստակում եք, ձեզ բավարարում է, բայց այս լրացուցիչ ինչ որ ծախս է առաջանում, դրա համար մի քիչ լրացուցիչ գումար էր պետք, ես վստահ եմ դուք կգտնեք, բանալին ձեր ձեռքում էր, կարտերն էլ ցույց էին տալիս լրացուցիչ, որ դուք այո, անպայման կկարողանաք ավելացնել ձեր ֆինանսները, ինչի հետ էլ կապված լինի։ Շատ լավ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ֆինանսներում ցուլերին մինչև հունիսի վերջ, հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Ինչ է սպասվում ցուլերին ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Տեսնենք։ Ես ընտրում եմ երկու տարբերակ հարգելիներս, բայց ելի եմ ասում եմ, կարող եք չընտրել տարբերակ, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Տեսնենք։ Տեսնում եմ հրաշագործի կարտը եւ տեսնում եմ գերանդին։ Գերանդին նշանակում է կտրվում է ինչ-որ բան ձեզնից։ Կտրվում է պարտքը, կտրվում է վարկը, վերջանում է, հա, այսինքն, որտեղ ֆինանսների համար եմ նայում, այստեղ ամեն ինչ վերագրելու եմ ֆինանսներին, բայց նաեւ կարող է ձեզնից կլորի գումար կտրվել գնալ։ Դա կարող է լինել ինչ-որ նպատակի համար, ուզում եք ճամփորդել, ինչ-որ տուրիստական տուրի եք ուզում, փաթեթ եք ուզում վերցնել, կարող է կահույք եք ուզում գնել, մեքենա եք ուզում գնել, այսինքն երկու տարբերակով էլ կարող է լինել։ Իսկ հրաշագործը հուշում է, որ գործիքները ձեր ձեռքում են։ Դուք երկու տարբերակում եք, դուք պետք է որ հաջողության հասնեք, այսինքն եթե պետք է վարկը փակել, ժամանակից շուտ եք ուզում փակել, ես կարծում եմ, որ կկարողանաք փակել։ Դա երկու կարտով կարճ կոնկրետ կարող եմ ասել։ Եթե ձեզ կտրող գումար է պետք, էլի գործիքները ձեր ձեռքում են։
Տեսնենք ավելի մանրամասն գործիքները ձեր ձեռքում են, այսինքն ինչ է նշանակում։ Տեսնենք լրացուցիչ ինչ կհուշեն կարտերը։ Շատ լավ է։ Շատ լավ է, տեսնում եմ, ասում եք գործիքները ձեր ձեռքում են, այստեղ էլ այս կարտերը հուշում են բանալին ձեր ձեռքում է, ինչը նույն նշանակություն ունի։ Այսինքն դուք կկարողանաք գտնել ձեզ համար անհրաժեշտ գումարները։ Իսկ եթե ուզում եք վարկը ժամանակից շուտ փակել, ելի դուք կգտնեք տարբերակ, ինչպես ձեր վարկը փակեք։ Տեսնում եք, ես այստեղ տեսնում եմ ինչ-որ տեղափոխություն, նաև ճամփորդության հետ կապված, եթե ձեզ լրացուցիչ գումարներ են պետք, այսպես միանգամից որոշեցիք կամ, չգիտեմ, մեկ Հայաստանում ինչպես է, վիզաները ձգձգվում են, հանկարծ այսպես ասեցին վիզան ձեր եղել է, դուք արդեն պետք է պատրաստվեք, ձեզ լրացուցիչ ֆինանսներ են պետք, շատ այսպես արագ, այդ դեպքում կարող եմ ասել կտրուկ գերանդիով կտրուկ հանկարծ պահանջում են ծախսեր, որտեղ պետք է վերջապես գնեք, պատրաստվեք ձեր տուրիստական ճամփորդությանը։ Ինչու եմ ասում ճամփորդության, որտեղ այստեղ ճամփորդության կարտն եմ տեսնում։ Արագիլը կարող է նշանակել, այստեղ բնակության վայրի փոփոխություն է, ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն է, եթե ձեզ գումարներ են պետք։ Ես այստեղ տեսնում եմ երկու շատ հետաքրքիր կարտ, մեկը տեսնում եմ ծախսը ֆինանսներով եւ տեսնում եմ գումարները գալիս են։ Ձեզ գումարներ են պետք ինչ-որ ծախսի համար, ինչ-որ գնումների համար, չգիտեմ, ինչ-որ նպատակի համար, դուք պետք է գումար ծախսեք։ Իսկ սա գումարն է, գումարը գալիս է եւ ծախսում եք։ Այսինքն եթե ձեր նպատակը գումարներ ինչ-որ նպատակով ծախսելու համար, դուք ձեր գումարները կստանաք։ Էլ եմ ասում, հրաշագործի կարտը ցույց տվեց, որ ձեր ձեռքում էին, դուք կգտնեք տարբերակները կամ դուք արդեն գիտեք ինչպես պետք է անեք, որտեղից գումար գտնեք, իսկ կարտերով տեսնում եմ, որ ծախսելու համար ձեզ լրացուցիչ ծախսեր են պետք, գումար էր պետք, իսկ գումարը կգա։ Տեսնենք երկրորդ տարբերակի։ Երկրորդ տարբերակում շատ տակիր կարտեր եմ տեսնում եմ ծառը եւ տեսնում եմ նոստալգիայի կարտը, բաժակների 6-ը։ Սա գեղեցիկ մանկության, գեղեցիկ անցյալի գեղեցիկ ժամանակների մասին կարտ է, այսինքն այն գեղեցիկ մանկական օրերը, որ ձեզ մեծ երջանկություն եւ անհոգություն են պարգևել։ Այսինքն ինչ որ մի ֆինանսների հետ կապված ես չեմ կարող ասել, գիտեք, մեկ րոպե սպասեմ։ Որտեվ եթե այսպես տարբեր թեմայի շուրջ նայել, բոլորովին այլ բան կտեսնեի, իսկ կարող եմ ասել ծառը նշանակում է առաջխաղացում, նշանակում է բարգավաճում, ընտանիք նաև ընտանիքի մեծացում, իսկ այստեղ երեխաներ եմ տեսնում, 2 երեխա ընդ որում, կամ ընտանիքի հետ կապված ինչ-որ ծախսեր են պետք ձեզ միգուցե, կամ լավ լուր եք լսում, երեխա եք ունենում, ինչ-որ մեկը հղի է ձեր ընտանիքում կամ ձեր երեխաների ընտանիքում, կարող եմ ասել նոստալգիայով կամ երեխաներով գեղեցիկ հրաշք կարտ եմ տեսնում, կարող ինչ-որ մեկը երկօրյակ երեխա է ունենում, չեմ կարող ասել, կամ երկրորդ երեխան։ Այսպես կարող եմ ասել, որ եթե ձեզ ֆինանսներ են պետք երեխաների հետ կապված, որովհետև լավ լուր եք լսել, Աստված տա, դրանց լավ լուր։ Տեսնենք, ես ֆինանսների համար եմ նայում, դրա համար մի տեսակ, չգիտես ինչի մտքից դա եկավ, որ երեխա եք ունենում եւ ձեր գումարներն ու ծախսերն էլ են աճում, բայց դուք ավելի կենտրոնացած եք այդ ընտանիքի մեծացման եւ այդ ուրախության վրա, բնականաբար։ Չգիտեմ ինչու, հենց մտքովս առաջինը դա անցավ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կարծում եմ այստեղ լուսնով եւ լուրը գալիս է, կարող եմ ասել, որ հանկարծակի այսպես բացապարզվում է ձեզ համար, որ ինչ որ լուր է գալիս, չեմ կարող ասել, ինչ լավ լուր է գալիս, բայց այստեղ էլ որտեղ կին եմ տեսնում Արագիլ, ասում են, չի Արագիլն է երեխաներին բերում, չէ, կատակով ինչպես որ ասում են, ես երեխաներ եմ տեսնում, չգիտես ինչի, սրտեր եմ տեսնում, կարող եմ ասել, այստեղ միակ խնդիրը, որ այսպես առաջանում է, որ ծախսեր են պետք, ծախսեր են պահանջում, տան տղամարդը պետք է ինչ որ տարբերակներ գտնի, ես չգիտեմ ինչի հետ է կապված, արդեն երեխան ունենում է, թե հղի է եւ ամեն դեպքում ինձ թվում է ամեն դեպքում ընտանիքի աճի հետ է կապված հարգելներս։ Ես այստեղ ամուսնություն չեմ տեսնում, ես այստեղ ընտանիքի մեծացում, բազմացում, այսինքն ես տեսնում եմ տանը երեխա է ծնվում եւ այսպես խնդիրը ծախսերի հետ է կապված, տան տղամարդը որոշում պետք է կայացնի, ընտրություն կատարի կամ չգիտեմ ինչ որ գումարներ պետք է հայտարարի կամ նոր աշխատանք պետք է գտնի։ Ինչ է տակրքիր է։
անդադ մտքիս միայն այդպիսի ինֆորմացիա եմ ստանում ճիշտն ասած։ Նայում եմ ֆինանսների համար, բայց ես տեսնում եմ ընտանիքի մեծացում, երեխա, բնականաբար ծախսերը երևի կապված են դրա հետ։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, չեմ ուզում դրանցից կարտեր հանել, հարգելիներս, եթե կա այդպիսի տարբերակ եւ տան տղամարդուն չգիտեմ, գումար է պետք, որովհետեւ ընտանիքում երեխա է ծնվում, դա տեսնում եմ այստեղ հարուստ թագավորը, այսինքն սա հենց ֆինանսների արքան է իմիջիայլոց եւ արև եմ տեսնում։ Շատ լավ եմ տեսնում, այստեղ բոլորի ընտանիքում այսպիսի ուրախություն լուր լինի, իսկ գումարներ ես կարծում դուք արդեն ունեք, դրա համար չեք էլ մտածում տեսակ գումարի մասին, դա համար երկրորդական պլանում ուղղակի ես ֆինանսների համար եմ նայում, բայց նույնիսկ եթե ես կարծում եմ ձեր կյանքը այնքան կլիանա, այնքան կլցվի եւ արևով եւ սա դուք եք գոհ ձեր կյանքից, բայց ես կարծում եմ դուք ֆինանսներ արդեն ունեք, ուղղակի սկսում եք պատրաստվել ծախսերի։ Իսկ եթե ձեզ ֆինանսներ պետք էին, ոչ մի խնդիր չի լինելու ֆինանսների հետ, ոչ մի, ես էլ եմ ասում, շատ անհոգ մի տեսակ անհոգ ժամանակներ են սպասում որոշ ցլերին ֆինանսների հետ կապված։ Եթե պարզապես ես այս 4 կարտով ասեմ, այստեղ ինչ է ձեր դուք այսպես անցյալում եք եղել, բավականին բավարարված ձեր կյանքից, գոհ միգուցե ինչ-որ մի ժամանակ ինչ-որ բան փոխվել է, նորից էլի առաջ խաղացում, աճում են ձեր ֆինանսներն են աճում, դուք այսպես կայացած շատ ֆինանսական ոչ մի խնդիրներ չեք ունենա, իսկ եթե նաև ունենում եք երեխա ֆինանսների հետ միասին, շատ լավ է, հիանալի։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում ֆինանսների հետ, երկրորդ տարբերակում եւս։ Շատ լավ էր ցլերի համար, չգիտես ինչու մտքիս անդադ երեխա էր գալիս։ Ֆինանսների համար եմ նայում, իսկ երեխա եմ տեսնում։ Երեխա է ավելանում ընտանիքում։ Դե դա բնականաբար արդեն ոչ միայն գեղեցիկ լուր, այլև մեծ ծախսեր է պահանջում, չէ՞, մարդիկ երազում են երկար տարիներ երեխայի սենյակ, չգիտեմ, աղջակալից սկսած ամեն ինչ։ Ես վստահ եմ դուք ամեն ինչ էլ կգտնեք, ամեն ինչ էլ կունենաք, շատ էլ նվերներ կստանաք, որտեվ շատ լավ կարտեր էի տեսնում։ Հարգելի ցլեր։ Այժմ տեսնենք ֆինանսներում ինչ է սպասում երկօրյակներին մինչև հունիսի վերջ, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Ֆինանսներում ինչ է կատարվում երկօրյակների հետ։ Ես ընտրում եմ երկու տարբերակ, հարգելիներս, դուք կարող եք չընտրել տարբերակ, պարզապես որը ձեզ վերաբերվի, այն էլ կարող եք ձեզ վերաբերել։ Այսպես, տեսնենք, ինչ է սպասում երկօրյակներին։ Շատ լավ կարտեր եմ տեսնում։ Առաջին տարբերակը տեսնում եմ հենց ֆինանսների արքային եւ տեսնում եմ արջը։ Արջը պաշտոնով մարդն է, շատ կայուն, հստակ աշխատանք ունի։ Ես լրացուցիչ կարտեր այս տարբերակի համար չեմ անի, որտեղ ամեն ինչ արդեն այնքան գեղեցիկ է։ Եթե դուք ֆինանսներ եք փնտրում եւ կան մարդիկ, որ ձեզ պետք է օգնեին, ապա ձեզ կօգնեն։ Եթե ձեր, չգիտեմ, ղեկավարի հետ, ձեր վերադասի հետ խոսել եք, գիտեք, տեղյակ եք, որ ձեզ պետք է պաշտոն բարձրացնեն, ապա կբարձրացնեն հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, եթե այդպիսի խոստում կա, եթե պետք է բոնուս ստանայիք ֆինանսների, բոնուս կստանայիք։ Դե ես խոսում եմ պաշտոնի մասին, բայց հասկանալի է պաշտոնը բերում է ավելի շատ ֆինանսներ։ Ինչքան պաշտոնը մարդը բարձր է, այնքան ֆինանսները շատ են։ Եթե դուք ձեր գործն եք ուզում սկսել կամ սկսել եք նախապատրաստվել, շատ մեծ հաջողության կհասնեք ֆինանսական առումով։ Ամեն դեպքում երկու շատ հզոր կարտ եմ տեսնում, իսկ սա հենց ֆինանսների արքան է, վերաբերում է հենց ֆինանսներին։ Այսինքն երկօրյակներ, որոնց ֆինանսական մեծ հաջողություններ են սպասում, աշխատանքի վայրում իմիջիայլոց հատկապես եւ առաջ խաղացում եւ ֆինանսների ավելացում շատ լավ է, շատ հաջող, այնքան հաջող է, չեմ ուզում լրացուցիչ կարտեր հանել։ Իսկ այստեղ կլինեն որոշ երկօրյակներ, որոնց համար մի քիչ տխուր պատկեր եմ տեսնում եմ կինը մի քիչ մտազբաղ է, բայց միևնույն ժամանակ ղարի տուզ եմ տեսնում եւ լուսին։ Ինչ որ ինֆորմացիա ջրի երես կարող է դուրս գալ, ինչ որ լուր կարող է լսել այս կինը, կարող է լինել իհարկե նաեւ տղամարդ, կարող է լինել կնոջ մասին, կարող է լինել կինը, որ լուր է լսում։ Մի քիչ տխրեցնում է իրեն, այսինքն դե որտեղ ֆինանսի համար ենք նայում, այսինքն միգուցե ինչ որ ծախսեր են առաջացել, ինչ որ լրացուցիչ ֆինանսների կարիք կա։ Տեսնենք։
Մի քիչ այլ տարբերակ է, մի քիչ այլ պատկեր եմ տեսնում այստեղ։ Այո, ինչ որ ասեցի, չի կինը լուր էր լսում։ Ինչ որ լուր էր լսում։ Ես չեմ կարող ասել լուրը ումից եք լսում, բայց այո, լուր կարող է լինել ձեր գործերի հետ կապված իմիջայլոց։ Ես այստեղ ընտանիք չեմ տեսնում։ Ձեր գործերի պլաններ ունեք, ծրագրեր ունեք, ես չգիտեմ, գործերը աշխատանքի հետ են կապված, թե ֆինանսների հետ են կապված։ Ես տեսնում եմ, որ ինչ որ լուր է գալիս, որ ձեզ այնքան էլ դուր չի գալիս։ Փորձում եք խորհրդակցել, ում հետ ընտանիքի անդամ է, ում հետ եք խորհրդակցում, չեմ կարող ասել, բայց ամպեր են կուտակված եւ ինչ որ ճանապարհ է փակ։ Այսինքն, եթե ինչ որ գումարներ եք ուզում ձեռք բերել, ես ֆինանսների համար եմ նայում, կամ աշխատանքի հետ է կապված, ձեզ աշխատանք են խոստացել, բայց աշխատանքը կարծես չի լինում։ Եթե աշխատանքը չի լինում, ֆինանսները էլ ուրեմն չեն լինում։ Ինչ նպատակ, ինչ ցանկություն ունեք, ես չգիտեմ, բայց եթե լուրի եք սպասում, ես տեսնում եմ անկեղծ ասած, որ լուրը կարող է այնքան էլ դրական չլինել։ Լուրը կարող է դրական չլինել եւ կարող է ինչ որ ճանապարհ է, չեմ կարող ասել ճանապարհը ինչի հետ է կապված, ինչ որ ուղի կամ ճանապարհը կոնկրետ ուզում եք ինչ որ տեղ գնալ, ճանապարհ գնալ եւ ճանապարհը առայժմ չեմ տեսնում, երկու շաբաթո մեջ ամեն ինչ կարող է փոխվել հարգելիներս, չի նշանակում երբեք չի լինի, բայց առայժմ տեսնում եմ, որ լուրը այնքան էլ դրական չի եւ ձեզ այնքան էլ դուր չի գալիս, որտեւ ամպեր են կուտակված։ Բայց ես վերջում տեսնում եմ շուն եւ տեսնում եմ գումար, այսինքն ձեր ընկերները ձեզ կօգնեն։ Եթե դուք աշխատանքի հետ նոր աշխատանք եք փնտրում, որովհետեւ այստեղ լուր լսեցիք, իմացաք ձեզ ֆինանսներ են պետք, ինչ որ բանի համար, չգիտեմ ինչ է եղել, ինչ լուրը ինչի հետ է կապված, ինչու են ձեզ ծախսեր սպասվում։ Ես տեսնում եմ, որ եթե աշխատանքի եք դիմում կամ աշխատանք են ձեզ խոստացել կամ ինչ որ մեկի հետ գործ եք ուզում անել ֆինանսների համար, ես այդ գործը չեմ տեսնում առայժմ, ճիշտն ասած, բայց ես չեմ տեսնում դուք ֆինանսների կարիք ունեք։ Այստեղ էլ տեսնում եմ հաջողության կարտը, այսինքն ավելի ուշ այս գործը, ինչ աշխատանքը, ճանապարհը, ինչ էլ որ լիներ, որտեղ այստեղ տեսնում եք ղարի 6-ն էր, փակ էր։ Ես ստերում տեսնում եմ, որ ի վերջո ճանապարհը ձեզ համար կարող է եւ բացվել։ Բայց ուշանում է առայժմ 2 շաբաթվա մեջ, եթե ճանապարհը չբացվեց, դուք առանց ֆինանսների չեք մնա։ Ընդ որում, եթե դուք ֆինանսների կարիք ունեք եւ ձեզ կոնկրետ աշխատանք են խոստանում կամ ինչ որ գործ, եթե դա չի լինի, ընկերներին դիմեք, ձեր ընկերները ձեզ կօգնեն, որտեվ ես տեսնում եմ հենց 10-ով ֆինանսներ գալիս են եւ ձեզ շատ հոգեհարազատ մարդկանցից են գալիս։ Աշխատանքից կարող է եւ չգալ։ Ի վերջո աշխատանք էլ եմ ասում, կարող եք հարգելներ աշխատանքի հետ կապված լավ լուր ստանալ եւ գործ գտնեք, բայց երևի թե հունիսից հետո։ Բայց առանց ֆինանսների դուք չեք մնա։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում խցկետիներին ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև հունիսի վերջ։ Ինչ է սպասվում խեցկետիներին ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Ես նախ չպետք է բացեի տարբերակը, բացեցի սխալման, ոչինչ։ Առաջին տարբերակով այսպես շատ ես պատահաբար բացեցի, բայց կարտերը պատահաբար երբեք ոչինչ ցույց չեն տալիս։ Ըստ էության որոշ խեցկետինների համար առաջի տարբերակով եմ տեսնում, լրացուցիչ ծախսեր են սպասվում։ Տարբերակ առաջարկում եմ չընտրեք հարգելներս, ես պարզապես ուզում եմ ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հաղորդել, դրա համար երկու տարբեր իրավիճակներ ենք դիտարկում։ Ես այստեղ տեսնում եմ 8 պենտակլի եւ տեսնում եմ լրացուցիչ ծախսեր։ Միևնույն ժամանակ կարող է լինել ֆինանսների պակաս է եղել, ինչ որ ժամանակ միգուցե գործ չեք ունեցել, աշխատանք չեք ունեցել, գործը կանգնած եղել, գումարներ չեն եկել, կամ կարող են լինել լրացուցիչ ֆինանսների կարիք կարող է լինել հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Ես տեսնում եմ գումարները գալիս են, դուք աշխատանք ունեք։ Եթե չունեիք, աշխատանքը գտնեք, այսինքն սա մշտապես 8-ը նշանակում է անդադ գումարները գալիս են, դուք լավ գործի վարպետ եք, լավ մասնագետ եք, ձեր գործ միշտ աշխատանքում դուք միշտ գումար վաստակում եք, այսինքն դուք առանց գործի եւ առանց գումարի երկար չեք մնա։ Եթե ձեր աշխատանքը կանգնել էր, դուք չէիք աշխատում, դուք աշխատանք անպայման կգտնեք հաջորդ 2 շաբաթվա մեջ, որտեղ ես տեսնում եմ դուք ֆինանսական կրիզիս հաստատ չեք ունենալու։ Իսկ եթե աշխատանքի հետ չէր կապված, աշխատանք կար, պարզապես ֆինանսներ լրացուցիչ ծախսեր էին պետք, ապա դուք այդ ֆինանսները կունենաք։
Փորձեմ մի փոքր մանրամասնել, երկու տարբերակներ հնարավոր է ամեն դեպքում։ Եթե աշխատանք չունեիք, դրա համար ֆինանսներ չկային, աշխատանք կգտնեք, որտեղ տեսնում եմ մշտական աշխատանք եւ մշտական աշխատավարձ, անդադ գումար է գալիս տունը։ Իսկ եթե լրացուցիչ ֆինանսներ էին պետք, ես վստահ եմ դուք ֆինանսներ կգտնեք։ Այո, կարող եմ ասել։ Ես այստեղ տեսնում եմ խոչընդոտի կարտը սարով եւ տեսնում եմ այստեղ խաչով, այսինքն աշխատանք, այո, նրանք ովքեր աշխատանք չունեին, տեսնում եմ սրտի տուզ, տեսնում եմ կայունության կարտը եւ տեսնում եմ ծառ։ Այսինքն սա նշանակում է, որ իսկապես եթե ինչ որ մարդիկ աշխատանք չունեին, խոչընդոտը գումարների ես ֆինանսի համար եմ նայում, խոչընդոտը այն էր ֆինանսները չէին գալիս, որովհետեւ աշխատանք չունեիք, գործից դուրս եկեք կամ գործ եք կորցրել, ապա դուք աշխատանք կգտնեք, ես արդեն ասեցի առաջին կարտերով էլ։ Սրտի տզով։ Շատ լավ լուր կլինի դուք աշխատանք կգտնեք, ձեզ կօգնեն կգտնեք, խարիսխը նշանակում է մշտապես այսպես կայուն, ստաբիլ աշխատանք կունենաք եւ սա էլ առաջ խաղացում։ Այսինքն ձեր բոլոր ֆինանսական գործերում կլինի առաջ խաղացում։ Իսկ այս կարտով ես արդեն ասեցի, ձեզ մշտական ֆինանսներ կգան, ինչը նշանակում է ոչ թե մի կլորի գումար ձեր կընկնի կամ ինչ որ մեկը ֆինանսով կօգնի, ոչ, սա նշանակում է գումարները անդադ գալիս են, այսինքն սա ստաբիլ, կայուն աշխատանքի հետ է կապված, այսինքն աշխատավարձ կստանաք։ Նրանք ովքեր փնտրում էին աշխատանք կգտնեք հարգելիներս։ Ու երկրորդ տարբերակով շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելի խեցգետիներ։ Տեսնում եմ արագիլ եւ տեսնում եմ արև։ Արագիլը կարող է լինել փոփոխություն, այսինքն ձեր ֆինանսական հարցերում փոփոխություն կլինի եւ բնականաբար դրական եւ շատ դրական, այսինքն այնքան որ շատ կջերմացնի ձեր սիրտը, շատ ուրախ կլինեք ձեր ֆինանսներով։ Իսկ եթե դուք ճանապարհորդություն եք նախատեսում, դուք եք ինչ որ փոփոխություններ նախատեսում, շատ լավ կլինի, երկու կարտով էլ արդեն տեսնում եմ։ Եթե դուք ուզում եք ճամփորդել, ձեզ գումարներ են պետք, ես տեսնում եմ, որ ամեն ինչ շատ հաջող կլինի։ Ինչ փոփոխություններ ձեր ֆինանսներում լինի, կլինի դրական։ Չեմ ուզում շատ կարտեր հանել, երկու կարտեր սրանցից հանեմ։ Շատ լավ է։ Ես արդեն տեսնում եմ շնով եւ 10 սրտի, որ գիտեմ, որ ձեզ հաստատ գումարները գալիս են, արդեն ասեցի, ինչ է լինի, հաջող կլինի, ինչի համար էր, որ ձեզ գումար պետք է, գումար գալիս է։ Եթե դուք պետք է մի փոքր պայքարեք դրա համար, ես չգիտեմ ինչ նպատակի։ Այսինքն այստեղ արագիլ ինչ էր նշանակում, ինչ փոփոխության մասին էր խոսքը։ Դուք ինչ որ ֆինանսներ են պետք տնից տուն տեղափոխվելու համար, ֆինանսներ են պետք երկրից դուրս գալու համար, ճամփորդելու համար, ինչ փոփոխություններ լինի, ինչ տեղափոխություններ լինի, ֆինանս է ձեզ անհրաժեշտ դրա համար, դուք միգուցե մի քիչ պետք է պայքարել, այսինքն պետք է մի քիչ ջանք թափեք, բայց անիմաստ չի անցնել։ Ու տեսնում եք բաժակների 9 եմ տեսնում մարդը այսպես բաժակը ձեռքին հաղթանակած շնորհավորում են, տոնում են, շատ էմոցիոնալ են, շատ հուզված են, չէ, շատ լավ է, արևով էլ եմ տեսնում եւ վերջում էլ 10 դուրս եկավ, այսինքն գումարներ ձեզ հարգելներս գալիս են անկախ նրանից թե ինչ նպատակ ունեք։ Մի քիչ երևի պետք է ջանք գործադրել, բայց շատ երկար չի պահանջվի, դուք ձեր սրտի ուզածին կհասնեք եւ շատ գոհ կլինեք ձեր ֆինանսներից։